Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը այսօր չի գումարվել։ Մայրաթոր չեն գնացել խորհրդի այն անդամները, որոնք հինգշաբթի կառավարությունում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Իրենց բոյկոտով նրանք փաստորեն հաստատել են, որ միանում են մերձիշխանական կայքերում երեկ հայտնված հայտարարությանը։ Ըստ դրա, իբրև թե հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ սկանդալային տեսանյութերի իսկությունը, բայց կաթողիկոսը ամեն գնով շարունակում է կոծկել նրա սրբապիղծ արարքը։ Թեև Մայրաթորի ժողովն այսօր չի կայացել, Գերագույն հոգևոր խորհրդի ներկա անդամները քննարկել են Արշակ Սրբազանի հարցը։ Ըստ Մայրաթորի, Սրբազանի վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում չի ուղարկվել քննչական կոմիտե սկանդալային տեսանյութը քննելու համար։ Իսկ հանձնախմբի առանձին անդամի ստացած եզրակացությունը արժանահավատ չէ։ Մայրաթորը հայտարարում է, որ վեհափառ հայրապետին առաջարկվել է հարցի արդար քննության համար ձևավորել 3 անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Արշակ Սրբազանի ծառայության կասեցման հարցը, մինչև պատրաստ կլինի հանձնաժողովի եզրակացությունը։ Ըստ հայտարարության, Մայրաթորի ձեռնարկած քայլերը բացարձակ անհիմն եւ շինծու են դարձնում ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին 9 եպիսկոպոսների հայտարարության մեջ եղած մեղադրանքները, անթույլատրելի Արշակ Սրբազանի անձի թիրախավորումը։ Եթե Արշակ Սրբազանը իմանա, որ իր վարքով, կենցաղով կարող է եկեղեցուն վնաս հասցնել, վստահ եմ իր եկեղեցասիրության վրա որևէ կասկած չունեմ, ինքը ցանկացած պահին պատրաստ է եկեղեցուց դուրս գալ, եկեղեցին չվնասելու համար։ Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրդանես Բաղալյանը վստահ է, Արշակ Սրբազանի դեմ սկսված արշավի հիմքում որևէ արժանահավատ փաստ չկա։ Ստեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է։ Բաղալյանի համոզմամբ Սրբազանի դեմքով տարածվող տեսանյութերը արհեստական բանականությամբ են ստեղծվել Փաշինյանի հրահրած հակաեկեղեցական արշավին միս ու արյուն տալու համար։ Վարչապետը թացը չորի հետ խառնում է, համատարած միջավայր է փորձում ստեղծել ատելության, թշնամանքի։ Ցավ է ապրում Տեր Վրդանեսը, որ եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ ծուղակն են ընկել հանդիպել Փաշինյանին, սեղմել նրա ձեռքը։ Նիկոլ Փաշինյանը հանրապետության համար 1 ստախոսն է։ Բայց նաև ուրախ է Բյուրականի հոգևոր հովիվը։ Կարծում է վարչապետի հետ հանդիպումը ցույց տվեց, որ հայ եկեղեցին որոշ հոգևորականներից պետք է մաքրվի, կարգալույծ կհռչակվեն կառավարություն գնացած սրբազան հայրերը։ Արդարացի որոշման դեպքում կարող են դուրս գալ, բայց վեհափառ հայրապետը նաև կարող է ողորմած լինել, լիարժեք դա վեհափառ հայրապետի իրավունքների մեջ է։ Եթե իրենք զղջան, ուզում ենք, որ վեհափառ հայրապետը արդարացի կամ ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև խոստումների, սուտ խոստումների զոհ են դարձել։ Կոմպրոմատների, սպառնալիքների զոհ են եկեղեցին քանդել պատրաստվող հոգևորականները։ Տեր Վրդանեսի համոզմամբ սխալվում են նրանք, եթե կարծում են, որ իրենց օգտագործելուց հետո Փաշինյանը չի հրապարակի հենց իրենց դեմ եղած կոմպրոմատները։ Եթե իրենք այդ ուխտերը խախտել են ու իրանց դեմ կոմպրոմատներ ունեն իշխանությունները, իրենք սխալ ճանապարհով են այդ իրավիճակից փորձում դուրս գալ։ Ինչ ուխտեր են խախտել Փաշինյանի հետ հանդիպման գնացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները։ Տեր Վրդանեսը խուսափում է բարձրաձայնել, ասում է Նիկոլ Փաշինյան չի դառնա, ենթադրություններ չի անի։ Եթե նրանք համարում եք մոլորված զավակ, պետք է հոգևորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է, որին հաջողվել է 8 տարում 8 բարձրաստիճան հոգևորականի մոլորեցնել, ասում է Տեր Վրդանեսը, հույս հայտնում այլ մոլորյալներ չեն լինի։ Բայց եթե անգամ 54 եպիսկոպոս ու արքեպիսկոպոս միանա կաթողիկոսի դեմ Փաշինյանի սկսած արշավին, միևնույն է, Գարեգին երկրորդն է շարունակելու լինել օծյալ հայրապետ։ Մեծագույն մասը անգամ միանային Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ վեհափառ հայրապետի հրաժարական։ Մի րոպե միտքս ավարտեմ։ Վեհափառ հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից։ Վեհափառ հայրապետի կուսակրոնության մասին հարցերին Տեր Վրդանեսը հստակ է պատասխանում։ Հիմքեր չունեն։ Չեն ասում զավակ ունի թե չէ, եթե ասեմ ձեր հարցին, եթե չեն ասում ով եք ասում, ես ասում եմ չունի։
Մայրաթոռ ինչու՞ չի ասում։ Մայրաթոռով է, ես մայրաթոռի հանաներից մեկն եմ։ Համակարգը, որը մայրաթոռի պաշտոնական դիրքորոշում Հիմա կներեք ոնց որ ինձ ասեն դու այլ մոլորակային ես, ես գնամ ասեմ չէ, ես այլ մոլորակային չեմ։ Լիլիթ Խալաթյան, Հայկ Ավանեսյան, Նորա Շարբաթյան, Անիղան Դիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։